Խորապես շնորհակալ եմ։ Կարող եմ ասել, ես չանեք եմ այն միջավայրում գտնվել, որը ինձ համար քաղաքակրթական հետաքրքրություն է, պատմական հետաքրքրություն է։ در جایی قرار گرفتم که برای من علاقه‌مندی نه تنها تمدنی علاقه‌مندی تاریخی وجود داره. Գեոպոլիտիկ հետաքրքրություն է։ علاقه‌مندی ژئوپلیتیک وجود داره. Մեր բարեկամ եւ նետերի պետության եւ ժողովրդի հետ միջավայրում։ در جمعی که دولت و ملت دوست و برادر ایران داره. Շնորհակալ եմ համալսարանի ղեկավարությանը։ متشکرم از ریاست جلسه. Այս հնարավորությունը ստեղծելու համար։ برای ایجاد این فرصت. Որովհետեւ ինձ թվում է ինքս ասելիք ունեմ։ چرا که من فکر می‌کنم حرفی برای گفتن در این دارم. Եվ կփորձեմ ներկայացնել այն, ինչ որ ես մտածում եմ, մի մարդ, որը գեոպոլիտիկայից դոկտորական դիսերտացիա է պաշտպանում, աշխատանքներ է գրել եւ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ ունի հատուկ հետաքրքրություն, այդպես հայտնի է դա։ من به عنوان فردی که علاقه خاصی به ایران دارم، به جمهوری اسلامی ایران دارم و کسی که در زمینه ژئوپلیتیک دکترا دارم، سعی می‌کنم حرف خودم رو در این مورد و علاقه‌مندی خودم بهش برسونم. Ես գտնում եմ, որ իմ գոլեգայի զեկույցում արտահայտված այն միտքը, որ Հայաստան եւ Իրան հարաբերությունները առանձնահատուկ բնույթ ունեն, իրականության մեջ քաղաքավարական խոսք չէ, այլ իրական պատկերի իրական ընկալում է։ من معتقدم که آقای دکتر در صحبتاشون در خصوص روابط ایران و ارمنستان گفتن صرفاً یک سری جملات تعارفی نیست بلکه عمق در تاریخ داره و یک واقعیت مهم و اساسی است. Համաձայնվում նաև, որ համալսարանական գիտությունը ազդում է պետությունների որոշման կայացման վրա։ در این حال کاملا با ایشان موافقم که کارهای آکادمیک و تحقیقاتی تاثیرات خاص خودش رو روی دولت و مسئولین دولتی خواهد داشت. Ես ոչ միայն իմ բարակայով եմ ասում, ոչ միայն ակադեմիական հետազոտող եմ, այլ նաև Հայաստանում հեղափոխությունից հետո մեր հեղափոխություն ստեղծել են կուսակցություն, որը լայնորեն համագործակցում է եւ ակտիվություն ունի քաղաքական ոլորտում երկրի։ و این مسئله رو نه تنها در باب علوم یا در واقع آنگاهی که در بخش ژئوپلیتیک دارم این رو مطرح می‌کنم بلکه بعد از انقلاب 2018 ارمنستان به شخصه وارد عرصه سیاسی شده و حزب خودم رو تشکیل دادم و از نگاه حزبی نیز این نظر رو دارم. Ես ուզում եմ, որ ավելի կենտրոնանամ իմ գոլեգայի զեկույցման շրջանակներում հարցադրման ուղղությունների մեջ։ و من میخوام الان بیشتر متمرکز بشم به سوالاتی که همکار عزیزم جناب دکتر صفوی در این خصوص صحبت کردن. Քանզի ստացվեց խնդիրների համընդհանուր հետաքրքրություն։ چرا که به نظر میاد علاقه‌مندی‌های خاص و دو طرفه موجود هست در این باب. Մենք եթե վերցնում ենք Հայաստանի Հանրապետության 44-օրյա պատերազմը, ما اگر جنگ 44 رو در نظر داشته باشیم و نتایج خاص اون رو եւ Սիրիայից Իրանի Իսլամական Հանրապետության դուրս գալը, و خروج ایران از منطقه سوریه այդ երկու գործոնները این دو عامل գեոպոլիտիկական քարտեզի վրա գծում են բոլորովին այլ պատկեր եւ նոր պատկեր։ وضعیت و تصویر جدیدی به لحاظ ژئوپلیتیک برای دو کشور ترسیم میکنن. Երկու պարագայում կարևորվում է Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը եւ Հայաստանի Հանրապետության հայացող անդախություն ու հզորությունը։ در هر دو مورد نیز یک بخش قدرت و تقویت قدرت ایران و از طرف دیگه تحکیم استقلال ارمنستان مواردی هست که خودشون رو بیش از بیش نشون میدن. Մեր ցանկությունից անդախ خارج از خواستهای ما օբյեկտիվ իրականությունը در واقع واقعیت ابجکتیو این երկու պետությունների մղում է իրար հետ համագործակցության, دو دولت رو به سوی همکاری بیشتر و هم سوق میدن. որի առանցքը հարավից ճանապարհն է։ که محور اون در واقع اون راهرو یا اون کوریدور شمال جنوب است. Բայց իմ պատկերացումով այդ ճանապարհը Իրանի պարագայում ունի երկու ուղղություն, եւ ճողված է։ اما در تصور من این مسئله از دیدگاه ایران دو جهت دارد. Առաջինը Բանդար Աբասն է եւ անարարկելի է։ که یکی از آنها بندر عباسه که کاملا مقابل بحث نیست. Երկրորդ պարագան Չաբարի նավանկիցն է եւ նրա ճանապարհը կենտրոնական Իրանում։ و دومی آن چابهار و مسیر حرکت اون از طریق مرکز ایران به سمت شمال. Դեպի Հայաստանի սահման։ به سوی مرز با ارمنستان. Որովհետեւ Չաբարի նավանկիցը առաջացնում է
տնտեսական, քաղաքական, ռազմավարական այնպիսի մի պոտենցիալ, որ նախկինում չի եղել։ چرا که در واقع بندر چابهار یک پتانسیل جدیدی به لحاظ هم سیاسی هم اقتصادی مطرح و پیشنهاد میکنه که سابقا در واقع سابقش وجود نداشته. Ես նկատում եմ Հնդկաստանի հաջող հզորությունը من در واقع دیدگاه بحث قدرت اقتصادی هندوستان Ես կասեի անկանխատեսելի հզորության աճը و در واقع قدرتی که غیر قابل پیش بینی بود قدرتی که تا به دست بود որը բացառապես շահավետ է ինչպես Իրանի համար, այնպես էլ Հայաստանի Հանրապետության که هم به نفع ایران و هم به نفع ارمنستان هستند. Եթե պայմանականացենք, այստեղ դաշնակցային հարաբերությունների չգրանցված պատկեր առաջանում, դերանկարի մեջ։ در واقع تصویر جدیدی که بدون نانوشته در عین حال یک اتحاد استراتژیکی است که نانوشته است. Կարծում եմ այստեղ գոլեգաներ, որոնք կրթված պրոբլեմների ծանոթ գիտնականներ են կամ հետազոտող ուսանողներ բացատրելու նրա նշանակությունը կարիքը չկա ավելի։ فکر می‌کنم برای دوستان و کسانی که به هر حال در این عرصه تخصص دارند یا آشنایی دارند نیازی به توضیح در مورد اهمیت این ارتباطی که صحبت کردم نباشه. Ես ինչու հիշեցի Սիրիայի բարական եւ տասնյակ տարիների ուրեմն այդ ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորության սահմանափակման մասին چرا من به موضوع سوریه و حضور ایران در اونجا و بخشیت در واقع به نوعی محدود شدن ایران بعد از اون صحبت کردم. Իսկ թվում է այդ բարական Իրանին ավելի է կենտրոնացնում այդ տարածքներում այդ հզորություններով به نظر من بعد از این در واقع تحولات سوریه ایران و دیگر مناطق متمرکز شد. Եվ այստեղ հայկական միջանցքը կամ հյուսիս արևելքը ունենի բացառիկ նշանակություն։ Դա թե մենք անկեղծ ենք که بعد از اون صادقانه باید گفت که ارمنستان و اون مسیر شمال جنوب اهمیت خاص خودش رو در این پیدا می‌کنه. Ես գիտեմ, որ բացի Հայաստանի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևանների հետ այս կամ այն չափով ինչ որ հարցեր ունի։ من میدونم همچنان ارمنستان ایران هم به هر حال با همسایه‌های خودش به نوعی حالا کم یا زیاد مسائلی رو داره. Հայաստանը որևէ խնդիր չունի։ اما تنها با طرفی که هیچ مشکلی نداره در ارمنستان. Դա նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է եւ գեոպոլիտիկայի օրենքների պարտադրանքով պարտավոր է որոնել ռազմավարական երկրորդ հզոր ճանապարհը։ و همین مسئله به ما در واقع گوشزد میکنه که ایران میبایست راه ژئوپلیتیک دومی رو برای خودش به عنوان آلترناتیو در نظر داشته باشه. Եվ դա Հայաստանյան ճանապարհ։ و اون راهی است که از ارمنستان عبور میکنه. Դա Իրանի Իսլամական Հանրապետությանը կազատի մանևրի մեջ ադրբեջանի ճնշումներից եւ կմաջուկից։ طبیعتا ایجاد چنین آلترناتیو ایران رو از در واقع تمایلات خاص آذربایجان و دیگران و فشارهای دیگران تعدی آزاد خواهد کرد. Ասեմ նաեւ շահավետ է։ و در ضمن مفید خواهد بود. Դեպի Սերձով Իրանի ավրանքների արտահոսքը երկու օր մոտավորապես ժամանակի ընթացքում շահում է շարժման մեջ մեքենաների։ چرا که بعد از مسیر ارمنستان در واقع عبور کالا از طریق خط ارمنستان به دریای سیاه حدود 2 روز از در واقع تردد کاهش خواهد داشت اون مسیر بود. Բնականաբար դա չի վերացնում ադրբեջանական ճանապարհի նշանակությունը البته این موضوع نیست منظورم این نیست که اهمیت جاده طرف آذربایجانی باید از بین սահմանափակում է ադրբեջանի ճնշումների հնարավորությունը اما در این حال آلترناتیوی است که میتواند فشارهای احتمالی که از طرف آذربایجان میتواند باشد رو کاهش کنه. Սա այն դեպքն է, որի քննարկումը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսերին գերմանական գեոպոլիտիկայի շրջանակներում։ Ռացեր, Ռիտեն, այսպես Չելեն եւ այլն։ و این همان موضوعی است که در قرن‌های سابق در آلمان توسط چهره‌های مختلف مثل راتزفلد و دیگران مطرح شده به لحاظ ژئوپلیتیک. Կանոնաբացուցեց, որ պետությունները գեոպոլիտիկաները գործում են կենթանի օրգանիզմ պետությունների հետ։ تداوم حیات و زندگی به ما نشان داده که قوانین ژئوپلیتیک زنده هستند و دائما در حال تغییر. Եվ պետությունները որպես կենթանի օրգանիզմ հաջողակ են այնքանով, ինչքանով գեոպոլիտիկական հարցերը լավ են լուծում։ و دولت‌ها هم به عنوان در واقع ارگان‌های زنده اونقدر موفق هستند که میتوانند مسائل ژئوپلیتیک رو حل کنند. Բնականաբար Հայաստանի համար այս լուծումը խիստ շահավետ է։
مطمئنا چنین راه حلی برای ارمنستان مفید و جزئی از منافع اون است. Ուրեմն Հայաստանը այդ բարակայում Իրանի Իսլամական Հանրապետության փոխհարաբերության մեջ از این لحاظ نیست ارمنستان در روابط مشترک و منافع مشترک خود با ایران դառնում ավելի ուժեղ պետություն, مطمئنا دولتی قوی‌تر خواهد بود ավելի անդախ պետություն و دولتی مستقل‌تر خواهد بود եւ ինչպես ռուսական, այնպես եւ ադրբեջանական շանտաժից դուրս։ و طبیعتاً از طریق اون از شانتاژهای روسی و شانتاژهای آذربایجان رها خواهد شد. Այս բարակայում Ռուսաստանը չի ունենա ուժեղ Հայաստանի բարակայում հնարավորություն վերադառնալ եւ կանգնել Իրանի Իսլամական Հանրապետությանը ուղղակի գից։ و در صورت قدرت گرفتن ارمنستان و وقتی که ارمنستان قوی شکل بگیره و استقلال اون مستحکم بشه طبیعتاً روسیه نیز نخواهد توانست حضور خودش رو در ارمنستان تصدیق بکنه و در مرز با ایران قرار بگیره. Այդ բարակայում արևել կարելուկ հայկական խաչմերուկի երթուղին ստանում է ավելի արդյունավետ բովանդակություն։ و در چنین صورتی در واقع مسیر شرق غربی ارمنستان نتایج بهتری شاید داشته باشه. Ես հասկանում եմ, որ այս առաջարկը շատ անգամ առաջացնում է ներվայնություն, ստանդարտ մտածողության հիվանդություն, առաջացնում է նաև այլընկալումներ հոգեբանական։ طبیعتا این نوع پیشنهادات ممکنه باعث برخی نگاه‌های جدید یا به نوعی نگاه روانی اجتماعی رو در خودش داشته باشه. Բայց պետություններն անկախ իմ պատկերացումից եւ ձեր ցանկություններից اما دولت‌ها جدای از علاقه‌مندی‌ها و خواست‌های որոնում են մանևրի ազատություն, به دنبال یافتن راه‌های مانور و آزادی مانور خودشون. անվտանգություն առանց ռազմական ճնշումների, تامین امنیت و بدون از فشارهای نظامی գիրառման եւ բարգավաճման։ و تهدیدات نظامی و در این حال به فکر توسعه و رشد است. Առանձին այլ բարակայում չի շահում Իրանը, در این صورت به صورت مجزا ایران منفعتی نخواهد داشت. չի շահում Հայաստանի و Հանրապետությունը։ ارمنستان نیز منفعتی نخواهد داشت. Եթե ես վկայակոչեմ Չելենին, ես կարող եմ ասել, որ այս բարակայում Հայաստան եւ Իրան դառնում են օրգանական կառուցվածքով ամենամեծը։ و اگر من به چلن رجوع کنم در این صورت باید بگم که به لحاظ ساختار ارگانیک ایران و ارمنستان بزرگترین نوع اون روابط Մենք այդ բարակայում կոմբես հասնում ենք մեր պարտությունը 44 օրյա պատերազմում و در اون صورت ما در واقع شکست خودمون رو از شکست خودمون در جنگ 44 عبور میکنیم եւ Սիրիայից Իրանի Իսլամական Հանրապետության դուրս գալը արտամղումը։ و همچنین خروج ایران از سوریه رو در واقع به نوعی ازش گذر میکنیم. Ածան մնացած խնդիրները արդեն մանրուքներ են ստրատեգիական հարցադրումների մեջ։ بقیه موارد در واقع جزئیات کوچکی هستند که به لحاظ استراتژیک شاید چندان معنا و مفهوم نداشته باشه. Այս ճանապարհով մենք կունենանք ինչ նաեւ։ Այստեղ գոլեկաններ و در این راه ما چه خواهیم داشت؟ من باید این رو շատ արգեցին Արքեմենյան շրջանը, իրանական քաղաքակրթությունը دوستان من در خصوص دوران هخامنشی و تمدن ایرانی صحبت کردم. Հայաստանի ներկայությունը եւ այլն եւ այլն։ و حضور ارمنستان و بقیه موارد صحبت کردم. Ես ասեմ, որ այսպիսի նախագծի լրջագույն իրականացումը մեր քաղաքակրթությունները, որոնք եղել են հազարամյակների ընթացքում ջերմ երկխոսության մեջ, հավասար երկխոսության մեջ, من باید بگم تاکید کنم که ادامه این راه در واقع میتواند به نوعی نشان دهنده همان عمق روابط تمدنی گذشته ما و تاریخی ما باشد. ստանան հետագա զարգացման հզորագույն լիցքեր։ و بتوانیم برای آینده در واقع انرژی جدیدی جهت رشد و توسعه خودمون پیدا کنیم. Որոնք նաև մոդելային ուրեմն արժեք ունեն երկու քաղաքությունները։ که به عنوان مدل نیستند و تمدن ارزش خاص خودشون رو دارن. Այս տարածաշրջանում նման բարակայում و در این عصر در چنین وضعیتی աշխարհը կտեսնի քաղաքակրթությունների այնպիսի երկխոսություն, دنیا شاهد چنان گفتگوی تمدن‌هایی خواهد بود ինչպեսի ցանկանում են նախագահ Խաթանի که آقای خاتمی در خصوص صحبت می‌کرد. քաղաքակրթությունների երկխոսություն։ گفتگوی تمدن‌ها Մոդելային է եւ պատմական է։ هم به عنوان مدل هم به عنوان تاریخ Եվ մշակութային ու պատմական է։ و هم فرهنگی و هم تاریخ. Ես կարծում եմ, որ պետությունները պետք է հիմնավորապես լուծեն իրենց հարցերը։ من فکر می‌کنم دولت‌ها باید به صورت اساسی مسائل خودشون رو حل کنن. Բնական է վերլուծական ծառայություններն այստեղ ունեն
բացառիկ դեր եւ նշանակություն։ طبیعتا مراکز تحقیقاتی نقش و مسئولیت مأموریت رسالت خاص خودشون رو در این عرصه دارن. Ես կարող եմ ձեզ փոխանցել, որ հարավ-հյուսիս Հայաստանի ճանապարհի հայկական հատվածը من باید بگم که در مسیر شمال جنوب ارمنستان و بخش جنوبی آن ինտենսիվ կառույցի մեջ է به صورت فعالانه در این عرصه وجود دارن. եւ Լեռնոտ Իրանի Իսլամական Հանրապետության շինարարական կազմակերպությունը کلیه تونل هایی که در مسیر کوهستانی اون منطقه جنوبی ارمنستان در شکل گرفتن به شرکت های ایرانی سپرده شدن. Դա նաև սիմվոլիկ նշանակություն و این مسئله ارزش سیمبولیک داره. Մենք կարող ենք դժվարությունները հաղթահարելով, ինչպես անցյալում, եւ նաև տունելներ հաղթահարելով շարժվել առաջ։ ما میتونیم با رفع مشکلات گذشته به سوی جلو حرکت کنیم. Ավելի անվտանգ, ավելի ուժեղ։ با امنیت بیشتر و با قدرت بیشتر. Այնպես որ ձեր աջակցության կարիքն ունենք եւ կարծում եմ, որ մեր գիտական հանրությունների երկխոսությունը ինքը դրա վառարություններից մեկն է։ ما امروز به حمایت شما نیاز داریم و فکر میکنم گفتگوی اکادمیک امروز ما یکی از در واقع نمونه‌های همین مورد همکاری است. Ես իմ ուրեմն ստեղծած կուսակցությունով من با حزب خودم որ հեղափոխությունից հետո է առաջացել که پس از انقلاب ارمنستان شکل گرفته است այս ուրեմն ծրագրի այս հատվածով մոտարապես այս վիճակով մտնելու եմ ընդրապայքարի մեջ و با همین با گفتگو درباره همین مسیر وارد انتخابات مجلس ارمنستان شدم و با در واقع به نوعی به عنوان کسی که طرفدار این روابط با ایران քանի որ մենք գիտական հանրություն ենք եւ ես չեմ ուզում բնականաբար ձեր համբերությունը շարաշահել աշխատում եմ մի երկու անցանկալի երևույթ նշել, որը իրավիճակի վրա ազդեց բացասականորեն։ Ասել ինչի մասնավոր։ هرچند با توجه به اینکه من در یک محفل علمی هستم دوست دارم که وقت شما رو زیاد بگیرم ولی میخوام به دو مورد غیر علاقمندی یا غیر قابل پذیرش صحبت کنم. Դուք գիտեք, որ մենք պանթյուրքիզմից առանձնապես հաճույք չենք զգում։ طبیعتا میدونید که ما هیچ دوستی یا نزدیکی با پانتورکیستان نداریم. Կարծում եմ, որ եւ վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ դա նաեւ ուժեղացնող գործոն չի։ Իրանը դրանից չի ուժեղանում։ و فکر میکنم ایران از این مسئله نگران هست و مطمئنا ایران از آن قدرت نمیگیره. 44 օրյա պատերազմի ընթացքում ես ենթադրում եի, در جنگ 44 روزه من تصور میکردم որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի այն սահմանի փոփոխությանը, որ կար հորադիզից սկսած։ من فکر میکردم که ایران مخالف تغییر مرزی در منطقه که از هرادیز تا به سمت ارمنستان کشیده میشد ایران مخالف هر تغییر در آن خواهد بود. Ես ինձ թվում է, որ լուծումից հետո Իրանում մտահոգություններ մեծացան։ Ես դա մենք դա չտեսան Իրանի դիրքորոշումը հակառակը։ Իրանը ինչպես արևմուտքը կանգնեց 45 կիլոմետր սահմանի պաշտպանության խնդրի։ Այսպես հաստատման վրա։ و ما متاسفانه ندیدیم هیچ گونه عکس‌العملی از سوی ایران و همچنین از سوی غرب و هر دو طرف فقط بر همان مسئله در واقع حمایت از مرز 45 کیلومتری ارمنستان باور. Ինձ թվում է վտանգի ուշ դիտակցում այդուհանդերձ Իրանի ստիպել շատ արագ հայտարարություններ անել, որ սահմանների փոփոխությունը անընդունելի են Իրանի համար, որովհետև ալտերնատիվը վերջանում է Իրանի համար եւ Իրանը ուժեղացնում է ուզիչ պանթյուրքիզմը եւ նրա վտանգ իր ներսում եւ գեոքաղաքական շարժերի մեջ։ و اینا فکر میکنم نتایج جنگ ایران رو به این باور رسوند که خطر داره تهدید میکنه ایران رو و ایران اعلام موضع کرد و فهمید که میتونه یکی از آلترناتیوهای خودش رو از دست بده به همین خاطر فعال شد و اعلام موضع کرد. Պատահական չի որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ակտիվությունը արտաքնապես եւ վտանգավոր չափերով ուժեղացավ Հայաստանի սահմաններին و تصادفی نیست که تهدیدات آذربایجان در مرز ارمنستان بعد از جنگ 44 روزه شدت گرفت. որը հովանավորվում է Ռուսաստանի կողմից که عمدتاً از طرف روسیه حمایت میشد. Այլ պրոբլեմներ առաջացան Ադրբեջանի ադրբեջանում։ که بحثی که در باعث ایجاد مسائلی در آذربایجان شد. Դրա հետ են կապում նաև զորավարժությունների ակտիվացումը իրանական կողմից, իսլամական հանրապետության բանակի կողմից։ که در پی آن ما رزمایش‌های ایران رو در مرز با آذربایجان هم دیدیم که Ինչպես 210 կիլոմետրի արգայություն որ հայկական սահմաններ
در حالی که اون 120 کیلومتری که در زمان دست որևէ խնդիր, որը պրոբլեմ չէր առաջացնում Իրանի համար եւ Իրանում հաստատ վստահ կիմանայի որ 46 նեղ սահմանը շատ ավելի լայն սահմանն է, իսկ գեոքաղաքական նշանակությամբ անսահման է و ایران فهمید که اون مرز 120 کیلومتری که واقعا برای ایران یک مرز امن بود امروز از اون حالت خارج شده و فعلا فقط به یک مرز 46 متری امن تبدیل شده. բայց ինչ եղել է اما تمام این موارد امروز گذشته. Պատմությունը նրան համար է որ մարդիկ որ դաս քաղել تاریخ برای اون است که ما از اون درس بگیریم. իսկ գիտեք գեոքաղաքական սխալներ կարող են աղետալի լինել պետությունների համար անդարձ եւ անվերադարձ اما میدونیم که مثلا اشتباهات ژئوسیاسی میتونن ژئوپلیتیک میتونن برای کشورها بسیار خطرناک و غیر قابل بازگشت այսինքն ստացվում է որ ես դրա բարակայում դեմ եմ բարձրացել ոչ միայն Հայաստանի շահերը պաշտպանելու այլ փող շահավետ շահերի համատեղում որոնելու որոնք բնական են մեր վարչապետը մեր հարաբերություններն անվանում է բնական որ մենք ամբողջովին բաժանում ենք այդ տեսակետը որպես կուսակցություն եւ որպես հետազոտող من اینجا نه فقط از بحث منافع ارمنستان رو دارم بلکه بحث منافع مشترک ایران و ارمنستان که نخست وزیر ما نیز روی این تاکید داره و اون رو یعنی روابط و منافع ایران و ارمنستان رو یک روابط متحدانه طبیعی می‌دونه و معتقد هست که ما دوستان و متحدان طبیعی هستیم و خاص نخواهیم. Վերջացնեմ խոսքս մի հաստատումով որ նոր իրողությունները գեոքաղաքական اجازه بدید حرفم رو با این جمله تموم کنم که تغییرات ژئوپلیتیک جدید նոր ստրատեգիական իրողություններ են առաջացնում وضعیت استراتژیک جدیدی رو ایجاد میکنن իսկ մտածողություն գիտնականի քարացած լինելու իրավունքը չունի و البته متفکران و تحلیلگران و روشنفکران حق ندارند که به صورت خشک و ثابت به موضوع نگاه کنن و همواره باید تغییر کنن و آپدیت بشن մենք պարտավոր ենք լուծումներ որոնել ما مجبوریم راه حل‌های جدید رو پیدا کنیم եւ հզորացնել երկու պետությունների բնական ուրեմն հզորությունները و باید سعی کنیم قدرت طبیعی دو کشور رو هرچی بیشتر بهش قدرت ببخشیم و بیشتر شد. ասեմ վերջինը որ Հայաստանի Հանրապետությունին պատկերացնում ինչ կա ուժեղ լինի و آخرین جمله رو تاکید کنم که هرچقدر قدرتمند و سازماندهی شده باشه տեխնոլոգիապես հագեցած դա բացառապես ձեռնտու է նաև Իրանի Իսլամական Հանրապետության و به لحاظ ژئوپلیتیک و پایداری خودش محکم و استوار باشه همانقدر به نفع ایران خواهد بود. ինչի համար و چرا؟ ասեմ որովհետև բանական ցանկությունները հայտարարություններն այլ բան են բայց թեզիսները փաստարկումներ են պահանջում որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի բարակայ որևէ երկրի թույլ չի տա իր տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ چرا من روی این مسئله تاکید میکنم چون ارمنستان جمهوری ارمنستان به هیچ وجه به هیچ طرفی به هیچ کشور یا به هیچ به هر حال سوی اجازه مخالفت یا حرکت علیه ایران از طرف خودش از طرف ارمنستان ندارد. դա մեծ համար կանոնի գիծ է این برای ما خط قرمزی است տեղին գիծ ինչպես ուզեք یا هر رنگ دیگه ای که شما میخواید اسمشو بذارید ولی برای կարևոր հարցի մասին է ասել որ միշտ հարցարկում و یک مسئله مهمی که همیشه من روی تاکید میکنم این هم بگم մեզ շատ մտահոգում է Իրանի ուրեմն սահմանների մոտ պետության մեջ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը برای ما حضور اسرائیل در آذربایجان نیز بسیار نگران کننده است ուղիղ ներկայությունը ոչ երևակայական حضور منظورم حضور واقعی اون حضور جدی اون هست نه صرفا حضوری که در موردش صحبت میشه կարծում եմ սա հարց է որի վերաբերյալ պիտի մտածել فکر کنم اینم موضوعی است که باید حتما در موردش فکر کنیم اسکان առաջ երևի ծրոփորաբեր շնորհակալ եմ فکر کنم با همین قدر به جمعتون پایان بدم از حضورتون تشکر میکنم که حرفم گوش دادید